Ռոբերտ Քոչարյանը իշխանապողության միայն մի տարբերակ է տեսնում իր կյանքում, երբ որ ինքը փոխարինում է Նիկոլ Փաշինյանին։ Որևէ այլ տարբերակ իշխանապողության ինքը ոչ միայն չի տեսնում, այլ ամեն փորձ ու հնարավորություն օգտագործելու է դա խանգարելու եւ վիժեցնելու այդ գործընթացը։ Իմպիչմենտում որևէ հնարավորություն ռեալ չկար, նու լավ, ես հենց ասեմ, քիչ կար, որ Ռոբերտ Քոչարյանը կլիներ այն տեխնացուն, որը կփոխարիներ։ Հա, բայց եթե օրինակ առաջադրեին Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը, դուք բան չէիք անելու, չէ՞։ Ոչ թե մեկ բան չէ, մենք դեմից գնացել խնդրել ենք Ռոբերտ Քոչարյանին, որ ինքը առաջադրվի ու այդ խնդրանքը մինչև վերջ պահել ենք, ասել ենք դաժե Դավիթ Համբարձումյանի առաջադրումից հետո էլ նույնիսկ նույն Դավիթ Համբարձումյանը իր հայտարարությունում ասել է, որ տեխնացու հետ կապված ինքը տենց ինչ-որ բան չունի, էլի, ֆիքսված չի իսկ տեխնացության վրա, ինքը այդ լուծը վերցրել է իր ուսերին, որովհետև այդ լուծը ոչ մեկ չէր ուզում վերցնել։ Ոչ մեկ չէր, բոլորը փախնում էին պատասխանատվությունից, Դավիթ Համբարձումյանը ծանր պահի, որպեսի գործընթացը շարունակական դառնա, չկանգնի, չվիժեցվի, ինքը վերցրեց իր ուսերին ու այդ առումով իհարկե մենք կարծում բոլորս պետք է շնորհակալ լինենք այդ մարդուն, որովհետև իր հեղինակության հաշվին, իր նստելու հաշվին, իր հետապնդումները հրաժարվելու հաշվին, այդ ամեն ինչի հաշվին այդ մարդը արեց, չասես չէ, այդքանը կորցրեց, որպեսզի այդ գործընթացը չկանգնի։ Մենք սկզբից խնդրել ենք Ռոբերտ Քոչարյանի, Էդգար Ղազարյանն անձամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին եւ խնդրել է, ես էլ էի խնդրում։ Ես իմ խնդրանքը փոխանցել եմ Հայաստան Դաշնքի падգամավորներից մեկի միջոցով, ասել եմ խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին, ասեք թող ինքը առաջադրվի եւ դրա, այսպես ասեմ, բոլոր լեգիտիմ հիմքերը կային, որովհետեւ ինքը ամենամեծ խոշոր խմբակցության առաջին համարն էր, այսինքն վարչապետի տեխնացուն դիմադիր։ Իհարկե մերժում է եղել։ Ինչի չէր կարող Ռոբերտ Քոչարյանը կամ ինչի էր շանսերը քիչ, որովհետև իմպիչմենտի գործընթացը զուգահեռ նաև փողոց է ենթադրում։ Ու Ռոբերտ Քոչարյանի անձնամբ դեմքով շատ դժվար, եթե ոչ անհնար գլներ փողոց մարդկանց հանել եւ փողոց գեներացնել։ Սա է խնդիրը, եւ սա ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի ինքն էլ դա կանել է, հասկացել է եւ չի բանալել էլի, այսպես չի թաքցրել, այսինքն պարզ խոսացվել է, որ գոյություն ունի անտի-ռեյտինգ, այսինքն գոյություն ունի փողոց դուրս գալու խնդիր իմ դեմքով, հետևաբար, այսինքն քայլ-քայլ գնանք, եթե մենք չենք կարող անենք փողոց, հետևաբար մենակ զուտ ազգային ժողովում process անելը դատապարտված անհաջողության։ Այստեղ լրիվ համաձայն եմ այս մտքի հետ, բայց եկեք նորից հետ վերադառնանք, այսինքն